Ինչպես դառնալ այնպիսի ծնող, որին փոքրիկը վստահում է։ Մոտավորապես 9-ից 10 ամսականում երեխաները սկսում են գնահատել ծնողների արձագանքը իրենց արարքներին։ Շատ բաներ երեխան անում է հենց մայրիկին կամ հայրիկին ուրախացնելու համար։ Օրինակ, հենց այն փոքրիկներն են ավելի արագ սովորում գաշոկին, ովքեր հաջող փորձից հետո ստանում են հուզական խրախուսանք, որ իրենք շատ լավն են։ Այսպիսով կարելի է փոքրիկին գովել բառացիորեն ամեն ինչի համար։ Բարձրացրեց խաղալիքը։ Ապրես։ Ինքնուրույն գլխարկը դրեց։ Շատ խելացի ես։ Կարևորը երեխային հնարավոր չէ չափազանց գովել։ Մենք մեծերս, եթե հաճախ լսում ենք գովասանքի խոսքեր մեր հասցեին, մի պահից սկսած դադարում ենք դրանք անկեղծ ընդունել եւ արժեզրկում ենք։ Իսկ երեխաները մինչև 6-7 տարեկան գովասանքը ընդունում են որպես մաքուր ճշմարտություն։ Եվ շատ կարևոր է չամաչել գովել երեխային, որովհետև այդպիսի աջակցող խոսքերը ձևավորում են նրա անհատականությունն ու ինքնավստահությունը։ Ավելի բարդ է հասկանալ, թե ինչ անել այն փոքրիկի հետ, ով բարբերաբար խախտում է վարքի նորմերը, սկսում է մշտապես կռվել ծնողների կամ ընկերների հետ, բարձր ձայնով գոռալ կամ հարվածել։ Գրեթե յուրաքանչյուր փոքրիկի մոտ այդպիսի շրջան է լինում կյանքի երկրորդ տարում։ Եվ այս տարիքում չափազանց կարևոր է սահմանել թույլատրելի սահմանները երեխայի համար։ Սա այն ժամանակն է, երբ փոքրիկը հստակ եւ համակարգված կերպով ծնողներից ստանում է տեղեկություն, ինչ կարելի է անել, իսկ ինչ բացարձակապես չի կարելի։ Օրինակ, բացարձակապես չի կարելի հարվածել ուրիշ մարդկանց, կծել, ճանկել, չի կարելի դանակներ կամ լուցկի վերցնել առանց մոր կամ հոր ներկայության։ Իսկ թույլատրելի սահմանները ձևավորվում են յուրաքանչյուր ընտանիքի կանոններից ելնելով։ Որոշ ընտանիքներում կենդանիներին հարգում են, ուստի խստիվ արգելվում է նրանց պոչից քաշել կամ վիրավորել, իսկ մեկ այլ ընտանիքում նման կանոն կարող է չլինել։ Ամենակարևորը, ծնողներն իրենք էլ պետք է հետևեն ընտանեկան կանոններին, որովհետև երեխան սպունգի պես կլանում է իր համար կարևոր մեծերի խոսքերն ու վարքը։ Եթե ընտանիքում կան կանոններ եւ բոլորը հետևում են դրանց, բայց երեխան անում է ինչ-որ կործանարար բան, ապա անհրաժեշտ է ամեն անգամ նրան կանգնեցնել, երբ դա տեղի է ունենում։ Դժվար շրջան է, երբ երեխան ուսումնասիրում է սահմաններ ընկանցնի, եթե դուք դիմանաք այդ ժամանակահատվածին եւ երեխան հստակ հասկանա թույլատրելի սահմանները, այդ դեպքում դուք նրա համար կդառնաք այն մեծահասակը, որի կողքին նա իրեն ապահով կզգա եւ ում կարող է վստահել։